Ուր է տանում եկեղեցի իշխանություն այս օղակը։ Դե կոնֆրոնտացիան։ Դե տանում են նրան, որ հասկանալի է իշխանությունների օրակարգը, նրանք տանում են նրան, որպեսզի իրենց հաջող մայրաթռում իրենց հաջող մարդը նշանակվի, որը որ իրենց ձևակերպումով ապա քաղաքական կլինի, չի մասնակցի որևիցե քաղաքական գործընթացների եւ ընդհանրապես քաղաքական հայտարարություններ ու աստար չի հաղորդի իր գործունեությանը։ Եկեղեցին ըստ էության այդպեսին էլ պետք է լինի։ Դե ըստ տրամաբանության այո, բայց այդտեղ ուրիշ նրբություն կա։ Ուրիշ բան, որ այո, եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում, բայց ուրիշ բան, երբ որ եկեղեցին հայ ազգի եւ հայ ինքնության պահպանության գործընթացով զբաղվում, որը որ չի կարող որևիցե կերպ առնչություն չունենալ նաեւ ներքին քաղաքականության հետ։ Ուրիշ բան, երբ որ հա եկեղեցական ես, եկեղեցական ես, չէ, ներողություն, ես ավելի հստակեցնեմ, եկեղեցական ես, քաղաքական միտք ես արտահայտում, քաղաքականությամբ ես ուզում զբաղվել, դիր եկեղեցական քո կոչումը պաշտոնը վեղարաթանի զբաղվի քաղաքականությամբ։ Ուրիշ բան է, երբ որ դու մտահոգ ես քո վաղվա օրվա համար, քո ժողովրդի համար, դու որպես նաև հոգևորական բացառապես շարժում ես ազգային պետական մտածողությամբ, հասկանում ես վերահաս վտանգները, հեռահար, եւ այստեղ շարժվելով բացառապես այն տրամաբանությամբ, երբ որ պետություն չի եղել, եկեղեցին է կանգնած եղել եւ միշտ պետությունը փոխարինել է եկեղեցով ժամանակին, այս տրամաբանության շղթայում փորձես օգտակար լինես պետության պետականությանը, դա է հարցը։ 2 թե 3 օր առաջ հնչեց այս թվերը, որոնք հիմա ընթերցելու եմ, 44 օրային զոհվել է 3833 մարդ, 78 քաղաքացիական անձ, 3755 զինվորական, 191 անհետ կորած, 172 զինվոր, 19 քաղաքացիական։ Ինչ կոնտեքստում է հնչում այս։ Դե տեսեք, այստեղ նախ գալիս ենք նրան, որ եկավ անվանական պահանջեցին, որ անվանական պահանջեցին, այո։ Այստեղ նախ իրարամերժ հայտարարություններ, որտեղ եթե հիշում եք, Անդրանիկ Քոչարյանը այլ թիվ էր ասում, Ալեն Սիմոնյանը այլ թիվ էր ասում։ Նախ գանք դե այդտեղից։ Ու թվերը այնպես չէր, որ 1-2-ի սխալ էր։ Այնտեղ 100-ից եւ 100 եւ ավելիի մասին։ Նախ այդտեղ, որ նախեդի ցույց է տալիս, որ իշխանությունները ստացվում է կամ լիարժեք չեն տիրապետում, կամ կիսատ պրատ են տիրապետում, կամ հանրությանը չգիտեն որը ճիշտ ներկայացնեն, այստեղ նաև ու դա տալու է տարակուսանքի զգացում ժողովրդի մոտ, այդ մեկ։ Երկրորդը այդ հայտարարությունները ինչի համար, որովհետև 44 օրյա հանձնախմբի այդ գործառույթները, որոնք իրենք ստանձնել էին, մինչև այդ պահը հիշում եք, հանձնաժողովը ասում էր, որ դա բաց թափանցիկ չի լինի առաջի էտապում, բայց ամբողջությամբ դա հետո զեկույցի մասին։ Հիմա դա տեսեք, Դավիթ Տոնոյանն էլ կարծեմ այսօր ասում էր, բա զեկույցը մերժել են Դավիթ Տոնոյանը։ Մերժել են, այո, դե հիմա տեսեք։ Հիմա ժողովրդի իրավունքը բացատրելով ինչու են հասկանալի է, ես էլ կարող եմ հիմնավորել, իրենցից ավելի լավ կարող եմ ես հիմնավորել, ինչի կարելի է մերժել զեկույցը ցույց, բայց այստեղ խնդիրը այլ բան է։ Երբ որ դու ասում ես, որ ես ամբողջ աշխատանքը կատարելուց հետո թափանցիկությամբ այս ժողովրդավարական բաստիոն ենք մենք ցույց կտանք, որբիսի հանրության մոտ բոլոր այդ մտահոգությունները փարատվեն եւ ի հայտ գա հա ճշմարտությունը, այդ թվում զոհվածների թվականակ, որ զինվորականը ինչ արել, ինչ է ստանձնել, ինչ պարտականություն է ունեցել եւ չի կատարել, հա, այս բոլոր սցենարները։ Ու վերջում ասում են դա փակ ինֆորմացիա է, հասկանալի է։ Այսինքն տիրապետող ոլորտին մարդը հասկանում էր, որ դա այն գլխից այնպիսի ինֆորմացիա է իրան պարունակում, որ լուսաբանման ենթակա չի։ Դա ոնց ասեմ, ռազմավարական նաև գաղտնիքներ պարունակող ինֆորմացիա է, որ դու չես կարող դա։ Բայց այդ դեպքում ինչը հանրությանը ներկայացնում եք, որ այսպես թավշյա, ոնց որ թավշյա հեղափոխություններ եղել, այդպես է թավշյա կերպով մենք անմնացորդ կերպով կներկայացնենք ողջ եղելությունը։ Այստեղ է գալիս խնդիրը։ Ազգաժողովի նախագահը, որ նշեցիք, վստահ է նաև, որ բոլոր գերիները վերադառնալու են։ Ես կուզենայի իր վստահության մի 40%-ը ես։ Ինչ-որ աղբյուրից օգտվում է։ Ինչ հիմքով։ Պատական պաշտոնյա չի Հայաստանում ազգային ժողովը։ Հասկանալի է, հա, ի պաշտոն է, եթե այդպիսի հայտարարություն է անում, եթե մարդուն ի պաշտոն է դիտարկում, այո, ուրեմն մի բան կատակը, որ ասում է։ Բայց այստեղ ուրիշ խնդիր եմ ես տեսնում։ Դա ամենադժվարստիս գործը կլինի որպես այդպիսին մանավանդ երբ որ նույն այդ իշխանությունները իդեմս նաև այդ անձի
այնպես շահագրգռված էլ չեմ, որպեսզի վերադարձ լինի այդ զինվորականներ, իրենք զինվորականներ են, դուք գիտեք իրենք ինչի համար են դատվում։ Չէ, այդ նեսեք, եկեք մի հատ սցենարը այսպես այս դիդանգյան տակից նայենք։ Ադրբեջանական կողմը ասում է լավ, խաղաղություն ենք հաստատում։ Տեսեք, վերջերս սկսել ենք Արևմտյան Ադրբեջան անվանումը չկիրառել։ Փորձում ենք մաքսիմալ զերծ պահել այդ էմոցիոնալ հայտարարություններից, հա։ Ընդ որում ձեզանից չենք պահանջում ոչ կոնտրիբյուցիաներ, ոչ ռեպարացիաներ, որը որ հիշում եք, պայմաններից մեկն էր։ Բայց մի հատ եկեք այն որ ասում է ծուրը նստենք, շիդա կխոսենք։ Ինքը իր սեփական ժողովրդին ինչ պետք է ներկայացնի։ Գոնե ինչ որ մեկը դատվելու է, չէ՞, որպես հանցագործ, հանցակազմ։ Այսինքն մարդիկ գոնե պետք է ինչ որ մի բան նստեն, չէ՞, որ ցույց տա սեփական ժողովրդին նախագահի բարի կամքի դրսևորում, հումանիզմի դրսևորում։ Ես այդ տարբերակը չեմ բացառում, որտեղ մեծ քաղաքականության մեջ ոչինչ, բայց քանի հարց է լուծում Չէ, տեսեք, միջազգային հանրության հետ ինչպիսի նախ տեսեք այդ միջազգային հանրություն ասած է այս բարագայում երևակայական այսպիսի ինչ որ մի հատ բան է։ Նախ այդտենց պայման պահանջ ես ձեզ վստահեցնում եմ։ Դուք գետմեք այդպիսի պաշտոնական նախ միջազգային հանրություն ասվածը ԵԽԽՎ դուրը փակ է Ադրբեջանի առավել ևս չէ փակ է ԵԽԽՎ-ի դուրը բայց եկեք ընդունենք նույն ԵԽԽՎ-ն որքան էլ ռազմագերիների վերադարձի մասին հայտարարություններ անում ձայն բարբարո անապատի է Ադրբեջանի համար եւ այստեղ այնպես չի որ նրանք կաշկանդված են այդպիսի հայտարարություններով դրա համար եմ ասում Ալիևը այն անձը չի տեսեք ամբողջ աշխարհը ասում է Զանգեզուրի միջանցք այդպիսի տերմին չկա կա Trump, չգիտեմ ինչ, եւ այստեղ ստացվում է այդ մարտիկ անընդհատ պարտադրում են նույն միջազգային հանրությանը, ով օրակարգի մեջ են մտցրել այդ արեստածին տերմինը, իրանք չեն երբեք չեն քննարկման դնում, որ չկա դենց տերմին։ Այսինքն մենք այդպես է ու պետք է օգտագործենք։ Հիմա ձեր ասածը նույն ուղիղ զուգահեռականն է։ Չեք կարծում, որ որոշակի նաև հետկուլիսային համաձայնություն կա, որ գոնե այդքանի դիմաց այդ գերին այդ ինչ որ մի հատ X քանակ, տվյալ դեպքում X քանակ չի արդեն հստակ քանակը, գոնե իմ ժողովուրդը պետք է տեսնի, որ դատվում է։ Այսինքն, երբ որ այդ անձը ասում է, որ ես հակված եմ կարծելու, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը հետ կգա, Աստված առաջ թող տեղի ունենա, բայց ես խիստ կասկածում եմ։